Մեծարգո վարչապետ, պարոն Ֆիցո, հարգելի գործընկերներ, ողջունում եմ Սլովակիայի Հանրապետության վարչապետի գլխավորած պատվիրակությանը եւ անձամբ վարչապետին Հայաստանի Հանրապետությունում։ Սա շատ լավ հնարավորություն է անդրադառնալ մեր երկկողմ օրակարգային հարցերին եւ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչը մենք արդեն արեցինք եւ առանձնազրույցում եւ պատվիրակությունների կազմով հանդիպման ընթացքում նման բարձրաստիճան փոխայցելությունները նոր կյանք են հաղորդում մեր բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսությանը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Ֆիցոին ինձ ուղղված հրավերի համար այցելել Սլովակիա եւ ես ուրախությամբ ընդունում եմ այդ հրավերը եւ մենք արդեն հասցրեցինք պայմանավորվել, որ առաջիկա այդ հնարավոր այցը ինչ որ առումով կլինի շարունակություն այս այցի, որպեսզի մենք հնարավորություն ունենանք անդրադառնալ այն օրակարգային հարցերին, ինչին առիթ ունեցանք արդեն ձևավորել եւ կարծում եմ դա շատ լավ մոտեցում է, որ մենք կենտրոնանանք կոնկրետ օրակարգերի վրա, որովհետեւ ընդհանուր առմամբ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ լայն է, բայց վարչապետ Ֆիցոյի առաջարկով մենք որոշեցինք վերցնել մի քանի առաջնորդող ուղղություններ եւ այդ ուղղությունների վրա կենտրոնանալով նոր հնարավորություններ բացել նաեւ մեր երկկողմ հարաբերությունների այլ օրակարգերի համար։ Պիտի ընդգծեմ, որ այս այցը իհարկե շատ խոսուն վկայությունն է մեր երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսության եւ ես ուզում եմ պարոն վարչապետին շնորհակալություն հայտնել այն աջակցությունների համար, այո հենց աջակցությունների, որ վերջին տարիներին Սլովակիան տրամադրել է Հայաստանին, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը, որտեղ Սլովակիայի աջակցությունը էական է եղել, նաև եվրոպական խաղաղության գործիքի ծրագրերում Հայաստանի Հանրապետության մասնակցության առումով, իհարկե հիմա նաև ակտիվ բանակցային փուլ է վիզաների ազատականացման հարցով Եվրամիության հետ եւ մենք շնորհակալ ենք այս հարցում նույնպես Սլովակիայի ցուցաբերած աջակցության համար արդեն այսօր առիթ ունեցել ենք անդրադառնալու այդ թեմային, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի ունենալու գարնանը եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որ շատ մեծ իրադարձություն է Հայաստանի համար եւ ընդհանրապես եվրոպական կարևորագույն պլատֆորմներից է եւ այդ հարցում նույնպես ես անձամբ դիմել եմ վարչապետ Ֆիցոյին եւ ստացել աջակցությունը ինչպես իր, այնպես էլ մեր մյուս եվրոպական գործընկերների, որը նույնպես ես շատ բարձր եմ գնահատում։ Իհարկե մեր համագործակցության օրակարգերը շատ ընդգրկուն են եւ մենք պայմանավորվեցինք, որպեսզի մեր առաջիկա համագործակցությունը կենտրոնացնենք մի քանի ուղղությունների վրա, քաղաքական եւ երկխոսություն, մասնավորապես այդ թվում Հայաստան Եվրամիություն հարաբերությունների համատեքստում շատ մեծ օրակարգ կա էներգետիկ ոլորտում համագործակցության, մասնավորապես միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության առումով նաև մենք քննարկեցինք ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները եւ այդտեղ նույնպես տեսնում ենք որոշակի հնարավորություններ եւ ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ այս այցի արդյունքներով բոլոր այդ ուղղություններով մենք ունենանք կոնկրետ օրակարգեր եւ կոնկրետ նախագծեր։ Իհարկե վարչապետին բավականին ներկայացուցչական գործարար պատվիրակություն է ուղեկցում եւ ես համոզված եմ, որ այդ պատվիրակության այցի արդյունքներով նույնպես տնտեսական տարբեր ոլորտներում մասնավոր հատվածը նոր նախագծերի շուրջ քննարկումներ անելու հնարավորություններ կունենա եւ այդ քննարկումները իհարկե բարձր հովանու ներքո կունենան կոնկրետ արդյունք եւ արտահայտություն։ Մեծարգո պարոն վարչապետ, թույլ տվեք եւս մեկ անգամ ողջունել ձեր այցը եւ կարեւորել այն,
ինչպես մեր երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Հայաստան-Եվրամիության հարաբերությունների համատեքստում։ Իհարկե այսօր առիթ ունեցել ենք եւ երկկողմ քննարկումների ժամանակ եւ այսօր մեկնարկած Երևանյան երկխոսություն համաժողովի շրջանակներում առիթ ունեցել եմ ներկայացնելու խաղաղության օրակարգը, խաղաղության օրակարգի իրականացման վերաբերյալ մեր պատկերացումները եւ ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ մեր ռազմավարությունն է, մեր ռազմավարական որոշումն է մնալ հավատարիմ խաղաղության օրակարգին եւ ես հույս ունեմ, որ այսօրվա զեկույցի ընթացքում կարողացա մեր միջազգային գործընկերներին ներկայացնել եւ ավելի տեսանելի դարձնել, թե ինչքան մոտ է խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Իհարկե մենք լիարժեք եւ ամբողջական այդ մասով մեր պատասխանատվությունը գիրացնենք եւ ուրախ եմ արձանագրել, որ մենք նաեւ մեր խորհրդակցություններն ենք շարունակում Ադրբեջանի հետ, որպեսզի այս պատմական հնարավորությունը բաց չթողնվի եւ թույլ տվեք արտահայտեմ իմ համոզմունքը, որ բաց չի թողնվի, որովհետեւ իհարկե ոչ առանց դժվարությունների, բայց մենք շարժվում ենք առաջ եւ այն փաստը, որ մենք այս միջավայրում միջազգային եւ տարածաշրջանային ոչ պարզ պայմաններում կարողացանք ավարտին հասցնել, փակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, հաջողությամբ փակել, այսինքն ունենալ համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է ստորագրման, դա իհարկե շատ կարևոր եւ շատ մեծ ձեռքբերում է, բայց քայլ է, որը պետք է ունենա շարունակություն եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սլովակիային, Սլովակիայի կառավարությանը եւ անձամբ վարչապետ Ֆիցոին այս հարցում իրեն ցուցաբերած աջակցության համար, որովհետեւ Սլովակիան առաջին երկրներից էր, որ ողջունեց խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը, համաձայնեցումը խաղաղության նախագծի եւ իհարկե այն երկրներից է, որ սպասում է համաձայնագրի ստորագրմանը։ Շնորհակալ եմ պարոն վարչապետ ձեր այցի, ձեր կառուցողական մոտեցումների, արդյունքի վրա կենտրոնացած ձեր առաջարկությունների եւ քաղաքական աջակցության համար։ Vážený pán predseda vlády, Ցարգո պարոն վարչապետ, որպես Սլովակիայի Հանրապետության վարչապետ, ես հետամուտ եմ եղել Սլովակիայի ինքնիշխան արտաքին քաղաքականության հայեցակարգին, որը կողմնորոշված է բոլոր 4 գլխավոր ուղղություններով։ Ես հաստատում եմ այն փաստը, որ Եվրոպական միությունը եւ ՆԱՏՕ-ն մեր կենսատարածքն են, բայց մեզ համար շատ կարևոր է ողջահայկան երկկողմ հարաբերություններ զարգացնել։ Ես շատ ուրախ էի մեծարգո պարոն վարչապետ ձեզնից անմիջականորեն լսելու ձեր երկրի եւ Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ ձեր գնահատականը։ Այդ տեղեկությունը շատ արժեքավոր է ինձ համար եւ ես ուրախ կլինեմ այդ տեղեկությունը փոխանցել Եվրամիությունում իմ գործընկերներին։ Եթե թույլ կտաք ասել, երբ մենք պատրաստում էինք այս այցը, ես փորձում էի գտնել որոշ կետեր, որոնցով մենք կարող ենք ապագայում բարեհաջող համագործակցել եւ ես շատ ուրախ եմ, որ գործարարները, ընկերությունները, որոնք եկան Սլովակիայից, նրանց թվում կան մարդիկ եւ ընկերություններ, որոնք գործում են այնպիսի ոլորտներում, որոնցում մենք կարող ենք երկուստեք փոխշահեկան համագործակցության հասնել շատ շուտ։ Հարգելի պարոն վարչապետ, դուք նշեցիք միջուկային էներգետիկան։ Մենք նույն ռեակտորները ունենք Հայաստանը եւ Սլովակիան։ Ես ձեզ տեղեկացրեցի, ներկայացրեցի, թե որն է մեր տեսլականը, ինչ ենք ուզում անել մենք Սլովակիայում մեր ատոմակայանի հետ կապված մենք խոսում էինք միջուկային վառելիքի, օգտագործված միջուկային վառելիքի մասին։ Մենք ունենք մասնագիտացած ընկերություններ եւ դուք եւ մենք ունենք մասնագիտացած ընկերություններ, եկեք նրանց միավորված ջանքերի միջոցով հրաշալի համագործակցություն ունենալ։ Համագործակցության առաջին ուղղությունը, որի վերաբերյալ մենք պայմանավորվեցինք եւ այնտեղ կուզենք ներառել մասնագետներին, մարդկանց մեր ընդհանուր տարածքն է կամ միջուկային էներգետիկայի ոլորտում մեր ապագա համագործակցությունը։ Համագործակցության մյուս ոլորտը մենք շատ բաց քննարկեցինք պաշտպանության արդյունաբերությունը, պաշտպանական արդյունաբերությունը։ Ես ասացի, եթե դուք կտակ կրկնեմ իմ ասածը, եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի եւ մենք ստիպված կլինենք գնել։
եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն ինչ մենք կարող ենք անել որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն եւ միևնույն ժամանակ այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից, հյուսիսատլանտյան դաշինքից, պարոն վարչապետին տեղեկացրեցի երկակի օգտագործման նախագծերի մասին, մեր ռազմական բյուջեում ունեցած ֆինանսավորման հաշվին ենք նախագծում ենք ծրագրեր, օրինակ հիվանդանոցներ կամ ճանապարհների վերակառուցում, կամուրջների վերակառուցում, ես հավատացած եմ, որ բանակին անհրաժեշտ է ենթակառուցվածք, ոչ միայն զենք, ինչպես մենք անցյալում ենք տեսել, հաջորդ ոլորտը ընդհանուր փորձի փոխանակումն է, ինչպես դուք նշեցիք, պարոն վարչապետ, եթե հետաքրքրված եք, մենք ուրախ կլինենք ձեզ ներկայացնել մեր փորձը Եվրամիության հետ կապված, որտեղ թույլ ենք տվել սխալներ կամ որտեղ հաջողության ենք հասել, բայց հատկապես հարգելի պարոն վարչապետ, ուրախ եմ, որ մենք կկարողանանք ձեզ ներկայացնել լավագույն փորձը, լավագույն պրակտիկան։ Սլովակիայում մենք գտել ենք որոշ լուծումներ, օրինակ պետական գնումների ոլորտում կամ ռազմավարական ներդրումների մասին օրենքի տեքստում։ Ես համոզված եմ դուք էլ կունենաք հետաքրքիր բաներ, որոնցից մենք կարող ենք դասեր առնել։ Երկուստեք կարող ենք միմյանցից սովորել։ Ես շատ ուրախ եմ, որ մենք հնարավորություն ենք ձեռք բերել փոխօգնության, փոխադարձաբար օգնելու իրար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամի տեխնացությունների հարցում եւ աջակցել տարբեր առաքելություններին եւ Հայաստանը եւ Սլովակիան կարեւոր դերակատարում ունեն։ Ես ուստի համարում եմ, որ այս այցը, քանի որ մենք հստակեցրեցինք մեր համագործակցության ուղղությունները, մեր գործարար պատվիրակությունների կազմերը նաեւ հաշվի առնելով եւ մենք կենտրոնացանք մի քանի ոլորտների վրա եւ ես համարում եմ, որ այս այցը շատ հաջողված է եւ բարձր եմ գնահատում, որ այսպես հնարավորություն ունեցա ելույթ ունենալու Երևանյան երկխոսության շրջանակում սա հնարավորություն է ասելու որոշ բաներ, որոնք այդքան հաճախ չես ունենում, որ հնարավորություններ, ըստի շատ շնորհակալություն Հարգելի պարոն վարչապետ, ձեր հյուրընկալ վերաբերմունքի համար անհամբերությամբ կսպասենք Սլովակիա ձեր այցելությանը, շնորհակալություն։